Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Երիցյան քո, եկեսե արկայություն քո, Երիցին գան քո, որպես հերգինս և հերգի, ըսհաց մեր հարամազով, դուր մեզ այսօր, և թող մեզ զբաղնես մեր, որպես և մենք կողունք մերոց բանարանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ պրգյաց մեզի չարեն, զիգոյ է արկայություն և զորություն և բար, հավիդյանս հավիդենից ամեն։ Իմաստություն հոր, Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորել և խոսել և գործել, առաջի հոր ամենայն ժամ, իչար խորրտոց, իպանից և գործոց, պրգյաց ես, և որորյալ պարարացոց, և ինձ պասմամերիս, ամեն։ Գահավատան ամենասուր երորդության, հորը որդիին և սուր ոգիին, գահավատան ապրիելի ծերան ավելունին, Քրիստոսի ծնունդին, մգրտության, չարչարաններին, խաչելության, երեկորյա կարունին, հարության, աստվածապես անվանանուն և հոր աչավոր մրստեին, և ահեր ու հարավոր, երկրորդ կարուսին, գնդումին և գարատան, ամեն։ Հրամեցեք։ Սիրելիներ, այս կյանքի մեջ որքանալ չարչարանք, նեղություն, դխրություն կա, սակայն ինչպես Պողոս առաքյալ գսե Հռոմայացիներուն նամակի 8-րդ գլխի 18-րդ համարի մեջ, որ ես կխորին թե այս կյանքի մեջ մեր գրած նեղությունները ոչինչ են այն քալիք փառքինքով, որ Աստված մեզի պիտի տա։ Եվ իսկապես սիրելիներ, նույնիսկ եթե այս երկրի վրա մենք ցավ ու նեղություն կրենք, նախադինք ու հալածանք կրենք, սակայն երկրի մեջ ցնծությամբ պիտի ապրենք։ Եվ գաղաչեմ ցեզի, մեր մտքին զոր տանք և բահմը մտածենք։ Ինչ է այս կյանքը հավիտենական կյանքինքով։ Ակնթարթը չէ։ Ժողովուրդ, հավիտենական կյանք։ Հավիտենական կյանքը նշանակե կյանքը, որ վերջ չունի։ Կյանքը սիրելիներ, Աստուծո սուրբ երրորդության ներկայության, հրեշտակներու սուրբերու ներկայության, աստվածամոր արտարներու ներկայության, կյանքը, որ ցնծության և ուրախության մեջ լինելա։ Հետևաբար, այդ հավիտենական կյանքի մեջ մեր այս երկրի վրա գրած դարաբանքները, նեղությունները, անարգանքները, նախադիկները, հալածանքները եւ այլն ոչինչ են, պիտի չհիշենք անգամ։ Հիմա որ երբեմն գլուխը բարձին դրած ադենատ գամենությանը ժամանակ գմտածես, որ այս ինչ նեղությունները ապրեցա, ինչ նեղությունները անցա, այդ ժողովուրդ, հարկ Աստուծո, ապրեցանք անցանք և ոտքի ենք և պիտի անցնենք բոլոր նեղությունները։ Այս կյանքը արդեն լեցուն է ամեն տեսակ նեղություններով, հիվանդություններով, ցավերով, ցախողություններով, հայց սիրելիներ, այդ բոլորը ժամանակավոր է։ Եվ այս ըսողը ես չեմ, այս ըսողը եկեղեցու հայրերը մեկը չէ և ոչ ալ բարձ մեկը, այս ըսողը սիրելներ Տեր Հիսուս է, Աստված ինք է և ամբողջ ավետարանը, ամբողջ Աստվածաշունչը լեցուն է այդ խոստումներով, որ հավիտենական կյանքի մեջ արդարները, դիրոջ վստահողները ցնծությամբ պիտի ապրի։ Հիսուս նույնիսկ դեսեք, երբ գխոսեր առաքյալներուն վերջին ուրեմն ընտրիկեն անմիջապես ետ ըսավ իրենց գգարտամ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խոսքերը Հովաննու ավետարանի 16-րդ գլխու 20-րդ համարեն լավ գիտեք թե դուք պիտի լաք ու ողբակ, բայց աշխարհը պիտի ուրախանա, դուք պիտի դրդմիք, բայց ձեր դրդմությունը ուրախությամբ պիտի փոխվի։ Գիմը երբ պիտի ձնի ցավ կքաշե, քանի ձննդապետության ժամանակը հասած է, բայց երեխային ծնունդին յետ այնևս իր նեղությունները չի հիշեր, այն ուրախության պատճառով, որ մարդը աշխարհ եկավ։ Նույն է ձեր բարակային, դուք այժմ դրդմած եք,
բայց ես գրգի պիտի տեսնեմ ձեզ եւ ձեր սիրտերը ուրախությամբ պիտի լեցվին, ուրախությամբ, որ ոչ ոք պիտի կարենա ձեզ մեղնել։ Սիրելի քույրեր եղբայրներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խոստումն է, որ մեր սիրտերը ուրախությամբ պիտի լեցվին, որ մենք ուրախարար կյանքով պիտի ապրենք երկնքի մեջ, ուրախությունը, որ ոչ ոք պիտի կարողանա մեզ խլել։ Ինչու այս բոլորը գսեմ, որովհետև այսօր պիտի տեսնենք սերդողության ընթացքին, թե ինչպես գոչ կուղվի երկնքի բնակիչներուն, որ ուրախանան, իսկ երկրի վրա եղողներուն վայ կգարտացվի։ Մեր այսօրվան սերդողության համացային սիրելներ ընտրած են 149-րդ Սաղմոսը։ Այս Սաղմոսը աստվածաբաշտ մարդոց փառքի մասին խոսի։ Եվ գտեսնենք սիրելներ, պիտի տեսնենք եւ ընթերցենք, թե ինչպես ուրախության ու ցնծության ոչ կուղվի եւ գսի որ ուրախության երկ երկեցեք, ինչու, որովհետեւ Տիրոջ ապավինածները, Տիրոջ վստահողները իրենք է որ աշխարհը պիտի թաթեն։ Այսօր սիրելներ աշխարհը մեզ կթաթե, աշխարհը այսօր մեզ կհալածե, բայց օր պիտի կա, որ աշխարհը, այսինքն այս աշխարհի չար բնակիչները իրենք մեր կողմէ պիտի թաթվին, երբ Քրիստոս վերադառնա ու մենք Քրիստոսի հետ հազվենք իր աջակողմը։ Եկեք միասին ընթերցենք 149-րդ Սաղմոսը։ Օրհնություն երկեցեք Տիրոջ, նոր երկ երկեցեք Տիրոջ, անոր հավատարիմ մարդոց համախմբումը օրհներկությամբ թող որդի։ Աստուծո ժողովուրդը իր արարիչով թող ուրախանա, Սիոնի որդիները իրենց թագավորով թող ցնծան, երկուբարով թող օրհներկեն անոր անունը, թափ ու քնարով թող ներկող երկեն անոր, որովհետև Տերը կսիրե իր ժողովուրդը եւ բրգելով կփարավորե խոնարհները։ Ուստի Տիրոջ հավատարիմ մարդիկը թող բարձենան իրենց վարկով, թող ցնցան իրենց հանգիստի մեջ, Աստուծո փառաբանությունը իրենց շրթերու վրա եւ երկսայրի սուրմը իրենց ցերկերու մեջ, անոնք ազգերը հադաստանի պիտի ենթարկեն, պիտի բաժեն բոլոր ժողովուրդները, պիտի շղթայեն անոնց թագավորները, երկաթե ծերնագաբերով պիտի շղթայեն անոնց մեծամեծները եւ կատարեն անոնց համար կրված հադավջիրը։ Ահա այս է Տիրոջ հավատարիմ մարդոց փառքը, օրհնություն երկեցեք Տիրոջ։ Ամեն։ Եկեք երկենք սիրելներ այս սքանչելի հոգևոր երկը։ Հավիտյան է սեր անոր։ The
եկեք պաշտենք, երկրպագենք, հարապանենք և միշտ օրհնենք Դեր թագավոր հզոր Աստված, օրհնյալ փրկիչ Աբբա Սուրբ Հայր։ Երգենք և պաշտենք ու երկրպագենք Սուրբ Երրորդությամբ և միասին ասենք սիրելիներ։ Եվ նաև կնշանակե գեցե դերը, իսկապես գեցե դերը, երկնքի մեջ որքան ուրախություն միդնա սիրելի քույրեր եղբայրներ, բայց ոչ միայն երկնքի մեջ, մենք որ երկրի վրա կապրինք, բայց մեր օգուները երկնքի մեջ, երբ որ Տիրոջ ներկայության ենք, երբ որ սիրելիներ Սուրբ Հոգի ներկայության ենք, այդ ժամանակ մեր սիրտերը նաև ցնծության և ուրախության մեջ են։ Այսօրվա վերջին երգը հոգևոր հորս գրած Զարե Սրբազանի ներկայությունը դեր սիրո վրան է, հարկ քեզ ով դեր, գրգին ու գրգին, որ զիս կնեցիր արյունովդ անքին, ալ չունիմ սարսափ մեղքի ու մահվա, քանզի խաչի տակ կդա հավաստան։ Երգենք սիրելիներ ուրախությամբ և ցնծությամբ։ Ներկայություն դեր սիրո վրան է, See
Ողջույն սիրելի քույրեր եղբայրներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ, այսպես նորոգված հոգիով, քանի որ դակավի նոր վերադարձած եմ Լիբանան ուխտակնացուտենեն, հոգիս մեջը այսպես հզոր անեգոցումներ կան, այսպես փրփրացումներ կան սիրելիներ, որովհետև իսկապես ուխտակնացությունները մարդու հոգին գնորոքեն գզորացնեն։ Բոլոր անոնք, որոնք չեն գիտել, եւ բոլոր անոնք, որոնք համացանցի ճամփով գետևին, ես Հայր Բարտևն եմ, հայրաքելական եկեղեցու վարդապետներեն եւ հայրաքելական եկեղեցու հավատքով կկարոզեմ մեր եկեղեցու զավակներուն։ Հարի եկածեք սիրելի քույրեր եղբայրներ, բոլոր անոնք, որոնք մշտապես ներկա են դարիները իվեր հարիկալուստ, բոլոր անոնք, որոնք նոր վերադարձած են կամ նորեն վերադարձած են կամ նոր եկած են, այսօր ովքեր նորեր կան, նոր անց, հարիկալուստ, հարի եկածեք, և բոլոր անոնք, որոնք համացանցի ճամփով գետևին փյուր ողջույններ։ Սիրելիներ, Աստուծո փառք եւ գոհություն, որ Աստված մեզ ամեն շաբաթ կհամախմբե, որպեսզի կարողանանք միասին Աստուծո սուրբ խոսքը սերտել եւ Աստուծո շնորհակալություն հայտնեմ, որ նույնիսկ Լիբանան մեր ուխտակնացության ընթացքին Տերը համախմբեց այնտեղ հետևող քույրեր եղբայրները։ Աստված թույլ բացավ դարձյալ ինչպես անցնող տարիներուն այս տարյալ սիրելիներ, Աստված թույլ բացավ, որ եկեղեցու մեջ հավաքվին եւ Տիրոջ խոսքը կարոզենք եւ ասեմ, որ Լիբանանի մեջ հարյուրավոր մարդիկ, երիտասարդներ, երիտասարդուներ, մայրեր եւ հայրեր ներկա գտնվեցան այդ սուրբ գրոց սերտողության եւ իսկապես որ այդ գարոդը որ կար ասեմ որ վերջավորության այնքան խրդվեցան շուրջս որ քանի անգամ ինգա բայց մարդիկ բռնեցին ինձ որովհետեւ դեռ չկար շարժելու այդքան որ խրդված էր Հարկ Աստծո, 1000 բարդ, հայտարարեմ հիմագուց, որ մենք եկող տարի մեծ ուխտակնացություն մինենք մայիսին Լիբանան և Աստծո գամքով արիք միրը ստեղծենք, որ ամերիկային կացողները նաև Լիբանանի մեջ հոգևոր եղբայրներու և քույրերու անդիվին և այնտեղ նաև սուրբ գրոց սերտողություն կատարենք։ Մինչ այդ սիրելիներ, մենք կսերտենք հայտնություն ովանու գիրքը Հասած ենք 13-րդ գլուխը, այսօր պիտի սերտենք 3 համարներ, 13-րդ գլուխ, 12, 13 և 14 համարներ։ Բստիկ վերականգնում եմ և անցնեմ ուղղակի սերտողության։ Ուրեմն տեսանք թե ինչպես Սատանան, որ այս գրքի մեջ, նաև այս գրքի մեջ կգոչվի Բելիալ, այսինքն խաբեբա, չարախոս, կգոչվի մեծ վիշապ, կգոչվի առաջին օծ, որտեղ անիկա այն օծն է, որ խաբեց Ադամն և Եվան, անիկա երկնքի մեջ պատերազմ գնե Միքայել հրեշտակապետին և անոր բանակին թեմ, ինք և Սատանան ինք և իր բանակները, չար հոգիները, և բնականաբար կբարդվին և դուրս կարտաքսվին երկինքեն, դուրս կնետին։ Եվ երկնքի մեջ հանգարց օրհնության աղաղակ կլսվի սիրելիներ, օրհնաբանություն Եվ այդ օրհնության աղաղակը ինչ կսեր։ Կգարտամ ուրեմն հայտնություն ովանու գրքի 13-րդ գրքում 10 և 11 համարները գսվի ամենակալ Տեր Աստված թուն որ ներոջում։
ուրեմն գսվի հիմա հասավ մեր Աստուծույն փրկությունը, զորությունը եւ արկայությունը, հասավ իր օծյալին իշխանությունը, որովհետեւ ինքավ մեր եղբայրներուն չարախոսը, որ գիշեր ցերեկ Աստուծո դիմաց չարախոսություն կներ անոնցներ։ Մեր եղբայրները անոր վրա հաղթանակ դարին, որու արյունով, քարդուկին արյունով եւ իրենց տված վկայությամբ, որովհետեւ անդեսեցին իրենց կյանքը եւ հանց տարին մահ։ Այս բոլորի մասին ցեզի անցնող շաբաթներուն խոսեցա եւ բացատրեցի։ Այսօր սիրելիներ, պիտի տեսնենք, որ այս օրդերգության մեջ հանգարց այն ուժեղ ցայնը, որ երկնքի մեջ լսված է, եւ ասիկասած է ցեզի, որ այդ ուժեղ ցայնը հրեշտակներուն ցայնն է, ուրախության ցայնն է։ Հանգարց սիրելիներ, այս օրդնապահության վերջավորության գոչ կուղեն երկնքի մեջ ապրողներուն եւ վայ կգարտան երկրի վրա եղողներուն։ Եկեք անցնենք այսօրվան սերտողության, նախ սերտենք 13-րդ համարը, 13-րդ թվով։ Գարտանք միասին։ Այս պատճառով ուրախացեք, ով երկինք, եւ դուք բոլորդ, որ հոն կբնակեք։ Վայ ցեզի երկիր ու ծով, որովհետեւ փասարուն ծեր մեջ ինգա, անիգա զայրույթով լեցված է, գիտնալով, որ գարտ ժամանակը ունի։ Տեսեք սիրելիներ, մեծ վիշապի առաջին օծին, Բելիարին, այսինքն սատանային երկինքեն դուրս ինալը, դուրս արտաքսվելը, իրարու հագարակ, իրարու ներհակ, երկու հագաստեցության պատճառ հանդիսացավ։ Ինչ? Երկնքի մեջ ծնծության պատճառ, իսկ երկրի վրա դրդմության, ծավի, վայի պատճառ։ Նախ եկեք խոսենք երկնքի մեջ ծնծության եւ ուրախության մասին։ Տեսեք, այստեղ ինչ գսե, այս պատճառով ուրախացեք, ով երկինք, հոգնագի կգործած է, լսեցիք, ուրախացեք, ով երկինք, արդեն լավ իմացեք, քրափարի մեջ հարմը հոգնագի ընելու համար վերջավորության շատ թյուրին է, շատ հեշտ է, վերջավորության քե դարը գտնենք, օրինակ, դուն, եթե հոգնագի ընենք, ինչ կլա, դունք, քիրք, քիրքը, քե տնենք, հոգնագի գլա, բայց պարեր կան, որ արդեն հոգնագի են, օրինակ երկինք հոգնագի է, բայց այստեղը եւ բնակրի մեջը հոգնագի ծևով դիշվի, ինչու, քանի երկինք կա, սիրելիներ, մեկ երկինք կա, ճիշտ է, բայց սուրբ գրքի մեջը, հիշեցեք Պողոս առաքյալ գսե, ես երրորդ երկինքը հափշտակվեցա, ինչ կնշանակի երրորդ երկինք, որովհետև առաջին երկինքը այն երկինքն է, որ մեր աչքերը կտեսնեն, երկրորդ երկինքը այն երկինքն է, որ գլխավոր երկնքին եւ երկրի մեջտեղ է եւ այդ երկնքի մեջ սիրելներ այս մեր մարդկային աչքերը չեն տեսնել, սուրբերը կրնան միան տեսնել, բայց երբ որ այս մարմինեն անչադվի, հոգին դուրս գա, մարմինը մեռնի, հոգին դուրս գա, այդ մյուս երկինքը պիտի տեսնենք։ Գիտեք ինչ այդ երկրորդ երկինքը, այդ երկրորդ երկինքի մեջ կգտնվին բոլոր ոգեղեն աշխարհը, հրեշտակները եւ նաեւ չարմուտները։ Իսկ երրորդ երկինք կոչվածը սիրելիներ ուր է Աստուծո հնագավայրը, ուր որ Աստված ինք գբնակի, եւ նայեցեք այստեղ ինչ գսվի, այս պատճառով ուրախացեք ով երկինք եւ դուք բոլորդ որ հոն գբնակի, Աստուծո ներկայությամբ պիտի բնակին ովքեր հաղթական եկեղեցու անդամները, արտարները, սուրբերը, սիրելներ Աստուծո հնագության մեջ կբնակին, Աստծո երկնքի մեջ կբնակին, հրեշտակները, 24 երեցները, Աստվածամայրը, եւ մենք անոնք, որոնք անշուշտ արժանի պիտի ելան, անոնք, որոնք հավատարիմ պիտի մնան մինչև վերջ Քրիստոսի սուրբ երրորդությունը տավանելով, անոնք սիրելներ արժանի պիտի ելան հնագելու վերը երկնքի մեջ, եւ այդ երկնքի մեջ սիրելի եղբայրներ եւ քույրեր, ցավ չկա, դխրություն չկա, այլ երկնքի մեջ միայն ինչ կա, ուրախություն, ցնծություն, ինչու, որովհետեւ Աստված ինք պիտի բնակի
իր ժողովրդի մեջ եւ ժողովուրդը պիտի բնակի որու մեջ Աստծո մեջ այս մասին սիրելիներ հայտնություն ովանու կրկի մեջ մենք արդեն իսկ գգարտանք 21-րդ գլխում 4-րդ համարի մեջ դեսեք ինչ գսվի որ դերը անոնց հետ պիտի բնակի եւ անոնց Աստվածը պիտի ելա եւ շարունակությունը լավ լսեցեք այլևս անոնց աչքերեն ամեն արցունք պիտի սրբե Աստված բոլորիս աչքերեն արցունքները պիտի սրբե արցունք ինչի համար է ցավի, նեղության, դժվարության, դակնաբի, դարաբանքի, մահվան, սուքի ուրեմն երկնքի մեջ արցունք չկա Աստված ամեն արցունք պիտի չորցնե եւ շարունակությունը լսեցեք այլևս ոչ մահքոյություն պիտի ունենա ոչ սուք ոչ ողջ ոչ ցավ ոչ ալ հոգնություն երկնքի մեջ այս բոլորը չկան ինչու որտեղ Աստծո ներկայության միայն ցնծություն եւ ուրախություն պիտի լա եւ սիրելի քույրերի եղբայրներ բոլոր անոնք որոնք այս կյանքի մեջ ինչպես ասի մինչև վերջ հավատարիմ կմնան Աստծո հանդեպ գերգրվակեն եւ Աստծո պատվիրանները կգործադրեն երբ այս կյանքեն մեկնին երբ այս կյանքեն հերանան անոնք կդառնան հաղթական եկեղեցի մենք դակավին զինվորակրյալ եկեղեցի զինվոր ենք դակավին բայց անոնք որոնք այս կյանքեն կմեկնին հավատքով հաղթական եկեղեցի է եւ հաղթական եկեղեցին ցնծության մեջ ելա եւ տեսեք այստեղ դսեք այս պատճառով ուրախացեք ով երկինք սակայն հարցում ցեզի միայն երկնքի մեջ գտնվողներն են որ ուրախությամբ պիտի ապրին երկրի վրա գտնվողներս ուրախությամբ չեն կրնար ապրին այո անշուշտ ինչու այո որովհետեւ ճիշտ է որ մենք երկրի վրա թեր գաբրինք սակայն մեր հոգիները ուր գաբրին երկնքի մեջ երկնային ուրախությամբ է որ գաբրինք մանավանդ սիրելիներ երբ գանտրատարնանք եւ գմտապերենք որ երկնքի մեջ այլևս ոչ ցավ ոչ հիվանդություն ոչ մահ ոչ նեղություն ոչ մադերած ոչ մեկ բան մի լա եւ երկնքի մեջ մեր դիրոջ հետ հավիդյան պիտի ապրենք սիրելիներ ալիգա արդեն ուրախություն է ցնծություն է նույնիսկ եթե երկրի վրա մենք նեղություններ գաբրենք բայց մեր հոգին ցնծության մեջ է շմորնակ որ մենք երկրեն չենք Բողոս Սարաքյան Բողոսացներու նամակի ներոջու Փիլիպեցներու նամակի 3-րդ գլխու 20-րդ համարի մեջ գսե մենք երկինքի քաղաքացիներ ենք ժողովուրդ մենք երկնա քաղաքացի ենք ասիկա դուք պետք է ուրախությամբ հայտարարեք գիտեք չէ որ մարդիկ որքան փող գծախսեն ամենքսալ երբ որ եկած ենք այս երկիրները հոգնած ենք, դարաբած ենք, մտահոգված ենք, գդոր մթուղթ ունենալու, գդոր մթուղթ, ամերիկյան թուղթ ունենալու, կանադական թուղթ ունենալու, եվրոպական թուղթ ունենալու։ Եվ որքան փող ծախսած ենք, որքան մտահոգություն, որքան չարչարանք, սիրելի քույրեր եղբայրներ, երկնքի քաղաքացիությունը առանց փողի կդրվի։ Երկնքի քաղաքացիությունը սիրելիներ առանց չարչարանքի կդրվի, երկնքի քաղաքացիությունը կդրվի բոլոր անոնց որոնք գտնունին Հիսուս Քրիստոսի մահը իրենց մեղքերուն համար, գտնունին Հիսուս Քրիստոսի հարության զորությունը եւ գտնունին հավիտենական կյանքը։ Ես սրտանց կաղոթեմ սիրելի քույրեր եղբայրներ, որ ամենքսալ երկնքի արքայության արժանի ելա։ Գիշեր օրը երբ 72 առաքյալները որ առաքելության կացած էին վերադարձան ուրախությամբ Հիսուսի ըսին պատմեցին, որ նույնիսկ չար ոգիները կհնազանդեին իրենց խոսքին, երբ Հիսուսի անունը ուդային։ Եվ Հիսուսի չսա անոց, ըսա որ ոչ թե ուրախացեք, որ չար ոգիները ցեզի կհնազանդին, այլ մանավանդ ուրախացեք, որ ձեր անունները կյանքի գիրքի մեջ արձանագրված են։ Եղբայրներ եւ քույրեր, երկրի վրա ինչ որ ունենանք ինչ որ հաջողություն ունենանք, իմացեք, որ ժամանակավոր են այդ բոլորը։ Ամենամեծ ուրախությունը մեր թող ինչը է, որ մեր անունները կյանքի գիրքի մեջ արձանագրված են։
Այո, ցնծացեք, ուրախացեք, հբարտացեք, որ ձեր զավակները բարձր վկայականներ ստացել են կամ կստանան, ձեր տորնիկները թադավոր դարձել են, փաստաբան դարձել են, չենք բժիշկ դարձել են եւ այլն եւ այլն։ Հայց սիրելի ծնողներ, ինչ արժեն այդ բոլոր վկայականները, եթե ձեր զավգին անունը կյանքի գիրքի մեջ արձանագրված չէ։ Ինչ կարժե։ Ոչինչ։ Անոր համար շատ կարևոր է, որ չանք տապեք ձեր զավակներուն, ձեր շրջապատին, ձեր տորներուն, ձեր ընտանիքի անդամներուն խոսիկ անընդհատ երկնքի արքայության մասին, որպեսզի Հիսուսը ընդունելով անոնց անուններն կյանքի գիրքի մեջ արձանագրվի։ Իսկ քալով վային, տեսեք, երկնքի մեջ ուրախություն, բայց երկրի վրա վայ, շարունակությունը, վայ ձեզի Երգիր ու ձով, եթե երկնքի մեջ բնակողները պիտի ցնծան, ապա երկրի վրա գտնվողներու վիճակը ցավալի ու ողբալի պիտի լա։ Ինչու այստեղ սիրելիներ երկրի բնակիչները չեն հիշվիր, տեսեք, օրինակ, երբ որ երկնքի մասին խոսվեր, ասվեցավ, եւ դուք որ երկնքի մեջ կբնակիք, չէ՞, բայց այստեղ երկրի վրա բնակիչները չեն հիշվիր, ինչու։ Արդյոք գիշվին, այո գիշվին, ինչ անունի տակ գիշվին, երգիր ու ձով անունին տակ, հետաքրքրական է սիրելիներ, որ աստվածաշունչի մեջ խորհրդանիշներ կան, որ այդ խորհրդանիշները երբ որ իմանանք, ավելի լավ կհասկանան, ինչ, երգիրը ինչ կներկայացնի, երգիրը սելով գիմացվի, անհավատ կամ մարմնասեր քրիստոնյաները, իսկ ձովը սելով կհասկացվին հեթանոսները և ամպարիշտ հրյաները։ Այո, բոլոր անոնք, որոնք սիրելներ անհավատ են, երգիր իմաստով կգործածվի, որովհետև հիշեցեք, այն բոլոր պատվաստները, որ Աստված երկինքեն պիտի թափե, երկրի չար բնակիչները այդ բոլոր պատվաստները պիտի գրեն։ Իսկ ձով, Սուրբ Գիրքի մեջ ձովերը խորհրդանիշ են հեթանոսներուն։ Սիրելի քույրեր եղբայրներ, դժբախտաբար այսօր որքան անհավատներ կան, եւ անհավատներ կան ոչ թե ուրիշ ազգերու մեջ, այլ անհավատներ կան մեր ազգի մեջ, անհավատներ կան մեր ընտանիքներու մեջ։ Այս ավելի ցավալի է։ Հաջող կսենք, որ այսինչ ազգը պիտի փրկվի, իսլամները պիտի փրկվին, բուդդիստները պիտի փրկվին, հրյաները պիտի փրկվին, նախքան անոնց մասին մտածելը, նախ մտածեն, մեր ընտանիքի անդամները պիտի փրկվին, մեր ազգի զավակները պիտի փրկվին, մենք որ ամենտեղ հպարտությամբ կսենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որ ընդունած են քրիստոնեությունը որպես պետական գրոհ, բայց եկեք տեսեք, որ սիրելիներ, ամենավերջինը մնացած է, այս է իրականությունը և ցավալին, և իսկապես վայ այն մարդոց, որոնց մեջ սիրելներ սատանան կբնակի, որովհետև այդպիսիներուն գործանումը ահավոր պիտի ըլլա։ Եվ տեսեք, սատանան երբ երկինքեն արտաքսվեցավ, այսինքն դուրս տրվեցավ և երգիր նետվեցավ, երգիրը հարցուց իր ժամանակավոր բնակավայրը, սատանան հիմա երկրի վրա կապրի, բայց ասիկա ժամանակավոր բնակավայրն է, սատանային վերջնական բնակավայրը գիտեք որ պիտի լա, դժոխքը սիրելներ ժամանակավոր չարչարանքի վայրն է, գրագե և ձծումպե լիջը, երբ որ հասնենք 20-րդ գլխու 10-րդ համարի բացատրության այնտեղ պիտի տեսնենք, այնտեղ պիտի նետվի, եւ ոչ միայն սատանան պիտի նետվի, այլ գրագի լիջի մեջ պիտի նետվի նաեւ դժոխքը, պիտի նետվի նաեւ մահը, պիտի նետվի նաեւ չար ոգիները եւ բոլոր անոնք, որոնք դժբախտաբար սատանային գետևին։ Սիրելի քույրեր եղբայրներ, երբ որ սատանան երկինքեն վար նետվեցավ, դուրս արտաքսվեցավ, հարցում ձեզի, ուրախ մնաց, ոչ, ուրախ չմնաց, ընդհակառակը
նայեցեք այստեղ ինչ կսե, անիգա ինչով լեցուն է, զայրույթով, հարգությամբ լեցուն է, հարցում ծեզի։ Եթե ծեսնե մեկը մրցումի ընթացքին բարդվի, գրե այդ մրցումը, ուրախ կլա, ոչ, մենք որ բادرազմը բարդվեցան, ուրախ ենք, ոչ, հետևաբար սիրելիներ սատանան ուրախ չէ որ բարդվեցան, եւ բարդության պատճառով սատանան դարձած է ինչ, սայրացած, խիստ բարգացած, իսկ դու շատ լավ գիտեք որ երբ որ մեկը խիստ բարգացած է, ինչ կնե, քալած դեղ ամեն ինչ կավեր է, ճիշտ է, սատանան քազան է, սատանան քազան է, վիրավոր քազանի նման է հիմա, քանի որ երկինքեն դուրս ստկված է, քազանի նման է որ որ երթա ավեր կբերե, եւ ոչ միայն սիրելիներ, որոնց երկինքեն դուրս տրվեցավ, անոր համար զայրացած է, երկրորդ պատճառը մնա գա, որ այստեղ գիշվի, ինչ է երկրորդ պատճառը, Գարջ ժամանակ ունի, սատանան գարջ ժամանակ ունի, սատանան շատ լավ գիտե, թե Քրիստոսի քալուստը մոտ է, եւ ամեն օրը որ գանցնի, Քրիստոսի քալուստը ավելի ինչ կլա, գմոտենա, եւ սատանան լավ գիտե, որ Քրիստոսի երկրորդ քալուստի ժամանակ ինչ մի դլա, մի գործանի, գրագե ու ծծուպե լիճի մեջ մի դետվի, հետևաբար տեսեք սիրելիներ, մենք որքան ժամանակով առաջ կերտանք, երբեմն մարդիկ կսեն, որ 2000 տարի անցավ, ինչու Հիսուս չեկավ, այդ չմոռնաք, Աստուծո քով մեկ օրը 1000 տարվան պես է, 1000 տարին մեկ օրվան պես, բայց հիշեցեք, որ մենք այսօր շատ ավելի մոտ ենք Քրիստոսի երկրորդ քալուստին, քան 2000 տարի առաջ ապրած սուրբերը կամ մարդիկը քրիստոնյաները, եւ այս մեկը սատանան շատ լավ գիտե, շատ լավ գիտե սիրելիներ, անոր համար է որ ինք զայրացած է, եւ այս ալ գուզեմ լավ իմանաք, Քրիստոսի երկինք համբարձումով, մինչև իր երկրորդ քալուստ այս ժամանակը, այս ամբողջ ժամանակը, գարջ ժամանակ է, որքանալ մեզի երկար տվի, իրականության մեջ շատ գարջ ժամանակ է, եւ սատանան շատ լավ գիտե որ ինք շուտով պիտի գործանի, անոր համար ինչ կնե, իր զայրույթն է որ կտապե, եղբայրներ եւ քույրեր, աշխարհի մեջ որ այս կան հիվանդություններ, հարվածներ, նեղություններ, երկրաշարժներ, ցունամիներ, թորնեդոներ եւ այլ այս բոլորը կան, բոլորը սիրելիներ սատանայի աստեցության պատճառով են, որովհետև անիկա քազազած, քազանացած, գենթանի նման ամեն ինչ կնե, որբեսի հարվածե մարդկությունը։ Եվ ասեմ սիրելիներ, սատանան մարդկության թշնամին է։ Իմ հոգևոր հայրս Սարե Սրբազանը գսե, ոչ միայն իր գամքին հագարակողներուն, այլ նաև իր գամքին ենթականերուն անխդիր բոլորին է, որ սատանան պիտի հարվածե։ Ոչ միայն հագարակողներուն, այսինքն ոչ միայն քրիստոնյաներուն, որոնք հագարակին սատանային, այլ նույնիսկ անոնք, որոնք սատանային գհնազանքի, գծարայեն, սատանան անոնց թեման պիտի ելնե։ Անհավատները կամ սատանային հետ գործակցողները սիրելիներ չգարձեն, թե սատանան իր զայրույթը պիտի թափե միայն հավատացյալներուն վրա, Քրիստոսի հավատացողներուն վրա, ոչ։ Չգարձեն անհավատները, որ սատանան իրենց հանդեպ ողորմած պիտի գտնվի։ Մեկ բան լավ իմացեք, սատանան ողորմիլ չի գիտեր։ Սատանան երբեք ողորմիլ չի գիտեր։ Սատանան սիրելիներ ոչ թե միայն քրիստոնյաներուն թշնամին է, այլ ողջ մարդկության թշնամին է։ Եվ երբ չկարողանա քրիստոնյաները հալածել, պիտի հալածե իր մարդիկը, պիտի հալվածե իրեն հավատացողները։
որովհետև սատանան ինչպես է սիրելիներ պարտված է եւ այդ պարտության պատճառով խիստ զայրացած է։ Եվ մենք սերդեցինք 7 գնիկները եւ 7 փողերը, որոնք հնչեցին։ Գիշեր վերջին 3 գնիկներու ժամանակ եւ որ արծիվ երկինքեն 3 անգամ սա վայ երկրի վրա ահավոր պատիժներ, ահավոր դատապարտություններ տապեցան։ Եվ այդ պատճառով ովքեր վնասվեցան երկրի բնակիչները։ Ովքեր են երկրի բնակիչները։ Չար մարդիկը, անհավատ մարդիկը, Աստուծմե հերու մարդիկը։ Սատանային օրերը սիրելիներ որքան գարչնան եւ Քրիստոսի կալուստը որքան մոտենա, այնքան սատանային ադելությունը, զայրույթը, ավերը ավելի ուժգին ու ավելի վայրակ պիտի։ Եղբայրներ եւ քույրեր, զգուշ ելանք, որ սատանայի խաբկանքներում չեն թարգվին։ Չեմ գիտեր, եթե այս օրերում գարտացի կամ տեսակ YouTube-երու վրա, այս օրերում սիրելիներ Նյու Յորքի մեջ մեկի ելավ եւ ինքզինք հայտարարեց որպես Քրիստոսի ներկայացուցիչը, որպես Մհդին, իսլամներու Մհդին, որ պիտի կա ճշմարիտ Մեսիան եւ անունը Աբդալլա եւ չեք կնար երևակայել, որ որքան հայր հազարավոր մարդիկ սկսան հետևել իրեն։ Չեք կնար երևակայել եւ նույնիսկ բաստարներով թիմավորեցին զինք, որպես ճշմարիտ Մեսիա։ Ահա սիրելիներ, Հիսուսի բոլոր խոսքերը կգադարվին։ Դեր Հիսուս Քրիստոսը սավ, Հովանու ավետարանի Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու մեջ, նույնը Մարկոսի ավետարանի 10-րդ գլխու մեջ, նույնը Ղուկասի ավետարանի 21-րդ գլխու մեջ։ Հիսուսը սավ սուտ մարգարեներ եւ սուտ Քրիստոսներ պիտի կան։ Սուտ Քրիստոս կնշանակի Մեսիա, սուտ Մեսիաներ պիտի կան։ Եվ նույնիսկ մեծամեծ հրաշքներ պիտի լինեն։ Եվ եթե կարողանան նույնիսկ պիտի փորձեն մոլորեցնել ովքեր ընտրյալները, հավատացյալները։ Շատ կաղաչեմ, շատ կխնդրեմ ձեզ մեզ, զգուշ եղեք։ Հիսուս իր աշակերտներուն ասավ, արթուն եղեք եւ աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չինակ։ Ոյը մեկը չսե որ չէ, ինձ ասան բաներ ինձ վրաշ չի կալել։ Չեք գրնար երևակայել սիրելներ, սատանան ինչ խորամանկ ծևերով գրնա խապել մարդիկը, ինչ խորամանկ ծևերով։ Սատանան նույնիսկ կրծած է ջգնավորներ, մոլորեցնել, դարիներ ջգնող սուրբեր իրենց սրբութեն են դուրս բերել։ Ահա որքան կարևոր է ամեն օր Աստուծո խոսքով աճի, զորանալ, աղոթել, որպեսզի չինանք սատանայի խաբկանքին ու ծուղակի մեջ։ Սակայն այս բոլորը սելե վերջ մեկ բան կուզեմ սիրելներ շեշտել։ Որքան սատանան զորանա, իր խավարի թագավորության ժամանակը գարջ է։ Երբ կսեմ գարջ է, նկատի առնելով հավիտենականության թիմած սատանային երկրի վրա իր աստեցությունը իսկապես գարջ է։ Բայց սիրելիներ, մինչ այդ, անոր կարողությունը եւ զայրույթը օրե-օր պիտի սաստկանա։ Որքան մենք մոտենանք Քրիստոսի երկրորդ կալուստին, որքան մեծ նեղության օրերը մոտենան, սատանային հարգությունը, զայրույթը պիտի սաստկանա եւ պիտի փորձե ինչպես ասի նույնիսկ մոլորեցնել ընտրյալներ, եթե հաջողվի։ Հիսուսը սա Մատթեոսի ավետարանի 24-րդ համարի մեջ։ Եղբայրներ եւ քույրեր, դժբախտաբար
երբ եկեղեցվո կյանքին կհասնի, մարդիկ այդ ժամանակ է, որ հերու կմնան եկեղեցի։ Դեսեք, երբ որ խրախճանքի մի երտան, մարդիկ վազելով երտան, գզուկվին, գզարտարվին երտան, երբ մարդիկ հաջույքի մի երտան, վազելով երտան, երբ բդույդի մի երտան, վազելով երտան, բայց երբ որ եկեղեցի մի երտան, կսենա այսօր քիչնա հանգստանամ չերտամ, ինչ մի դրնա։ Եվ իսկապես նայինք սիրելներ, իսկապես համեմատենք, որքան ծավալի է, որ եկեղեցի հաճախորդներուն թիվը շատ ավելի նվազ է, քան թե խրախճանքներու կացողներու թիվը։ Վստահեցնեմ ձեզ, որ այսօր եթե մերգամարմին երկչուհիմը, հոլիվուդյան երկչուհիմը կա երկելու, գլանդելի ճամպաները բոլորը փակ կլային, ամեն մարդ հոմազած կլա։ Բայց եկեղեցվո մեջ մարդոց ներկայությունը կքիչնա։ Ահա սիրելիներ Հիսուսի սուրբ խոսքը, գոչվածները շատ են, բայց գոչեցյալները շատ են, բայց ընտրյալները քիչ։ Գծավինք չէ։ Եվ ովևէ մեկս չարդարացնենք մեր ընտանիքի անդամները, ովևէ մեկս, ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր, ոչ զավակ, ոչ թոռ։ Չարդարացնենք ասելու համար, որ մեղք են, հոգնած են, օգնին գոր, ամբողջ օրը աշխատանքի մեջ են, գիրագի ունին կքնանան։ Դուք որպես ծնողներ, բարդավոր եք սիրելներ ձեր զավակներուն, ամեն օր հիշեցնելու, որ եկեղեցի եք ուրախս, եկեղեցի եք ուրախչինես, եկեղեցի եք ու թորնիկս։ Սավալի է սիրելներ, որ օր է օր մենք հոգևորապես կքնանանք։ Բողոս Արաքյալ երկրորդ Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 5-րդ համարի մեջ կսե. քննեցեք դուք ձեզ, դեսնելու համար նույն հավատքի մեջ կմնաք, փորձեցեք դուք ձեզ, դեսնելու համար, որ Հիսուս Քրիստոսի ներկայությունը գսկաք ձեր ներսիդին, եւ բարձրապես անոր անունը կգրեք։ Եղբայրներ եւ քույրեր, եթե Հիսուս Քրիստոսը ունիկ մեր ներսիդին եւ իսկապես իր կամքին համաձայն գաբրինք, իր պատվիրաններուն համաձայն գաբրինք, սատանային զայրույթը չի կրնար մեզ գործանել։ Երբեք։ Իսկ եթե դեր Հիսուսը ներու գաբրինք, այն ադեն դիշպախտապար սատանային համար շատ հեշտ կլա մեզ գործանել։ Անցնիմ հաջորդ համարի բացատրության, 10-րդ համարը։ Եվ վիշապը տեսավ, թե ինք երկիր ցկվեցավ, սկսավ հետապնդել այն գինը, որ արու զավակը ծնավ։ Սիրելներ, մենք տեսանք գնոջ մասին խոսեցանք, չէ՞։ Եվ ասենք, որ գինը գխորհրդանշեն ովքեր, թե մայրիկ Աստվածածինը, թե 5 դագարանի ժողովուրդը եւ թե նաեւ նոր ժողովուրդը, Քրիստոսի եկեղեցին, նոր Իսրայելը, շատ բան։ Երկնքի մեջ բادرազմը բարդվել է, երբ սատանան երկիր ցկվեցավ, երկրի վրա սիրելներ սատանան խենոք չգեցավ, երկրի վրա սատանան բادرազմի սկսավ, որու թեմ գնոջ եւ անոր զավգին թեմ, բայց որովհետեւ զավակը երկինքան բարձավ, գնոջ զավակը, այսին Հիսուս Քրիստոս երկինքան բարձավ, հետևաբար հիմա սատանան որու թեմ է որ հարցակում գնե, նորեն դարտան։ Երբ վիշապը տեսավ, թե ինք երկիր ցկվեցավ, սկսավ հետապնդել այն գինը, որ արու զավակը ծնավ։ Շատ բան, եկեք սիրելներ բացատրեմ երկու իմաստերով, նախ Աստվածամոր իմաստը։ Եթե գնոջ մեջ տեսնենք Աստվածամոր պատկերը, սատանան հալածեց Աստվածամայրը, այո կամ ոչ, անշուշտ հալածեց, ինչպես հալածեց, նախ սիրելիներ, երբ որ գույսը հղացավ Սուրբ Հոգի է, օրենքը ինչ կսեր, եթե մեկը նշանված է ու հղանա,
Քարգոծելով ինչ մի լավ, սպանվել է։ Դեսեք սատանան ուզեց, որ Սուրբ Մայրիկ Աստվածածին ինչը լա, քարգոծվելով սպանվել։ Բայց Հայր Հովսեփը արդար ու աստվածաբախ լալու չուզեց քարգոծելով սպանել զին, բայց ուրիշ հայտարարությունը մտածեց ինչ։ Իր հորը դունը արձակել զին։ Եվ եթե արձակեր Հայր Հովսեփը, դարձյալ զին ինչ միտնեին։ Մինի քարգոծեին։ Տեսեք սատանան ինչպես աստվածամայր ալացեց։ Երկրորդ, երբ Հիսուսը ծնավ, մոքերը եկան Հերովդես մեծին մոտ եւ ասին որ ուր ծնավ թագավորը, նորացին թագավորին աստը տեսան, ըստուկեցին Բեթլեհեմի մեջ, ըսավ Հերովդեսը կացեք դուք երկրբակեցեք, ինձի վերադարձեք եւ դուր տվեք որ ես ալ երթամ երկրբակեմ, բայց իրականության մեջ Հերովդես ուզեց գտնալ Հիսուսին վայրը, որպեսզի երթար եւ ինչն է, սպաներ զին։ Ահա այդ ժամանակ սատանան ինչն է, սատանան ուզեց սպանել եւ մայրը եւ որդին։ Դարձյալ հրեշտակը այս սկանչելի աստվածավախ Հայր Հովսեփը օգտագործեց եւ Հայր Հովսեփին ասավ ար մանուկը եւ անոր մայրը եւ ուր փախչի Եգիպտոս փախչի։ Եվ այսպես սիրելիներ շարունակ մինչև Հիսուսի խաչելությունը սատանան մշտապես հալածեց մայրը եւ որդին։ Վերադառնամ երկրորդ իմաստին։ Գինը որպես խորհրդանիշ Աստուծո ժողովրդին եւ այս բարակայի, այս շրջակիցի մեջ նոր գտակարանի ժողովրդին, այսինքն քրիստոնեական եկեղեցին։ Տեսեք, երբ Հիսուս երկինք համբարձավ, սատանան սկսավ հալածել որոնց աշակերտներուն, Հիսուսի աշակերտները ուն հալածել։ Ատկեվերջ սուրբերուն հալածել, քրիստոնեան ժողովրդին։ Սատանան այսօր գահալածե գհետաբնթե Քրիստոսի եկեղեցու անդամներուն եղբայրներ եւ քույրեր ցեզի չեմ բացնել այդ ցեզի կանդրադարձնեմ սատանան ծեր յետևեն է սատանան մեզ յուրաքանչյուրին յետևեն է եւ ամեն մեկս անդրադառնանք թե որքան փորձություններում մեջ ենք անցնի հիշեցեք սիրելիներ Պետրոս Արաքյան իր առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխի 8-րդ համարի մեջ խոսելով Չարս սատանայի մասին ինչ կսե արթուն եւ պատրաստ եղեք մեզի է որ կսե ինչու որովհետեւ ծեր թշնամին ով է մեր թշնամին Աբրիկ ինքը կսե Պետրոս Արաքյանը արթուն եւ պատրաստ եղեք որովհետեւ ծեր թշնամին սատանան արույցի պես մռնչելով գշրջի եւ գլելու համար մեկը կփնտրե 9-րդ համար հաստատուն հավատքով թեմ թրեկանով գիտնալով որ աշխարհի մեջ բոլոր ծեր եղբայրներն ալ նույն չարչարանքներ են անցնել եղբայրներ եւ քույրեր սատանան մեր յետևեն ինգած է սատանան մեր յետևեն ինգած է ինչու որովհետեւ որքան մենք հավատարիմ ենք Քրիստոսին որքան Աստուծո պատվիրանները պահենք, սատանան մեր յետևեն է։ Սատանան մեր յետևեն է։ Եվ սատանան սիրելիներ գրնա ոչ միայն աներևույթ ծևով մեր յետևեն է լա, այլ նույնիսկ երևցող իր ծառաներով, թշնամիներով, անոնց որոնք ցեզի անտեպ նախանց ունին, չարություն կմտածեն, զրբարվող են, չարախոս են, դուք գիտեք սիրելիներ, սատանան ահավասիկ բոլորիս յետևեն ինգած է, եւ ասեմ, սատանան ինգած է մեր յետևեն, որովհետեւ սատանան գադե մեզ, եւ ինչու գադե մեզ, ինչ հրացեմ ես սատանային, այ բիրտ սատանա, ես քեզ ինչ հրացեմ, որ յետևես ինգած ես, ինչ հրացեմ, որովհետև Հիսուսին ընդունած եմ, որովհետև Հիսուսին միացած եմ, ուրեմն սիրելիներ սատանան, տեսեք ինչ կսե այստեղ, սատանան ինգած է հետապնդելու գինը, այսինքն քրիստոնեական եկեղեցին, որովհետև որդին Քրիստոս երկինք ամբարձավ, սատանան, երբ որ չի կարողանալ գրվիր Հիսուսին հետ, պիտի գրվի որու հետ, Հիսուսի զավակներուն հետ, բայց հաղթանակը որու է, մեզի է, որովհետև մենք հաղթական Հիսուսին, հաղթական զավակներն ենք, ուրեմն
նույնիսկ երբ որ մենք սատանային հետ փոր չենք ունեցած, սատանան մեզ գադե, աշխարհը մեզ գադե, սատանայի ծառաները մեզ գադեն, ինչու։ Տեսեք, Հիսուս այս մասին ինքը սա, մի կարդամ ցեզի Հովանու ավետարանի 15-րդ գլխում 18-ին 21 համարները։ Եթե աշխարհը ցեզ գադե, գսե Հիսուս, գիտեք որ նախ զիս ադեց։ Եթե այս աշխարհին պատկանած լայիկ, աշխարհը ցեզ պիտի սիրե, որպես իր մե եղող մեկը։ Բայց աշխարհը ցեզ գադե, որովհետև ես ցեզ այս աշխարհեն զադեցի, եւ դուք այս աշխարհին չեք պատկանիր այլևս։ Ահա դուր համար աշխարհը մեզ գադե, որովհետև Հիսուս մեզ այս աշխարհին զադեց, իրենը դարձուց։ Եթե մենք աշխարհին պատկանեինք, աշխարհը մեզ պիտի չադեր։ Շարունակությունը լսեցեք։ Հիշեցեք այն խոսքը, որ ըսի ցեզի, թե ծառան իր դիրոջմե ավելի մեծ չէ։ Ճիշտ է։ Ծառան իր դիրոջմե մեծ չէ։ Մեղա Աստուծո, ես իմ դիրոջմես մեծ եմ։ Ոչ։ Ինչու այդպես կսե Հիսուս։ Լավ լսեցեք։ Եթե զիս հալածեցին, ցեզալ պիտի հալածեն։ Եթե իմ խոսքերս կործատրեցին, ամա ցերնալ պիտի կործատրեն։ Բայց այս բոլորը ցեզի պիտի անեն իմ անունիս պատճառով, որովհետև զիս խրգողը չեն ճանչել։ Ահա սիրելիներ, գտեսնեք, որ ոչ թե մարդիկն են, որ կհալածեն մեզ, այլ սատանան է, որ մարդոց միջոցով կհալածե մեզի։ Ինչու։ Որովհետև մենք Հիսուսին կապված ենք։ Այս է պատճառը։ Հիսուսին կապված ենք, Հիսուսին զավակ ենք։ Եվ եթե դուք մտածեք, որ ինչու աշխարհը զիս կադե, ինչու համար մարդիկ գադեն զիս, ինչու համար դճարախոսեն կպամպասեն իմասիս, հիշեցեք այս խոսքերը Հիսուսին, որովհետև Հիսուս մեզ այս աշխարհեն զադեց։ Սիրելի քույրեր եղբայրներ, եթե մեզ մարդիկ գանարկեն, գնախատեն, գահալացեն, գահայույեն, գպամպասեն, գճարախոսեն, գսրբարտեն, ինչ կուզեն թողնեն, Երանիներուն մեջ 5-րդ գլուխ 11-12 համարներու մեջ Հիսուս կսե ցնծացեք եւ ուրախացեք եթե մարդիկ ցեզ գնախատեն իմ անունիս պատճառով ուրախացեք գնշարակե որ մենք Հիսուսի զավակ ենք գնշարակե որ մենք ուղիղ ճամփու մեջ ենք գնշարակե որ մեր անունները կյանքի քիրքի մեջ արցնակված են Սիրելներ, Աստվածը, սատանան ադեց Աստվածամայրը եւ գադե անոր զավակը։ Ով որ այսօր Աստվածամայրը չի սիրեր, սատանայի զավակը, որովհետեւ սատանան գադե Աստվածամայրը։ Երկրորդ, սատանան գադե Քրիստոսի եկեղեցին։ Եվ հիշեցեք, երբ որ Բողոս Արաքյալ Դամասկոսի ջամփուն վրա թարց ունեցավ, Հիսուս իրեն երեցավ, չէ՞։ Հիսուս ինչ սավ Բողոսին, սավու, սովոս, ինչու զիս գահալացես։ Սովոսը զարմացավ և Հիսուսին ասավ, ով ես տունդե, ով ես որ ես քեզ գահալացեմ, չեմ ճանչնակ, ով ես։ Հիսուսավ ես Հիսուսն եմ, նազովրեց։ Այսինքն նայեցեք, Բողոսը որ սովոս էր կամ սավուղ նույն է Հիսուսը գալացեր, թե ոչ քրիստոնյաները գալացեր քրիստոնյաները գալացեր, բայց իրականության մեջ քրիստոնյաները հալացերով որու հալածած կլա Հիսուսի ապրիկ նույն ցևով սիրելներ սատանան եւ որ մեզ կհալածե իրականության մեջ հալածած կլա որու Հիսուսի բայց քանի որ Հիսուս ըսավ Հովանու ավետարանի 16-րդ գլխի 30-րդ համարի մեջ որ այս բոլորը ցեզի սկիզբեն ասի, որբեսի քաչալերվի, որ ես հաղթեցի աշխարհին, նույնպես սիրելիներ քաչալերվեցեք, մենք հաղթանակած ենք սատանային, հաղթած ենք սատանային, ոչ թե մեր զորությամբ, այլ Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով։ Հիշեցեք, չէ՞, հիշեցիք այս 11-րդ գլուխը, որ գսերդեինք, ինչը սավ այդտեղ Ասավ, որովհետև
ուրեմն մեր եղբայրները անոր վրա սատանայի վրա հաղթանակ տարին քարնուկին արյունով եւ իրենց դված վկայությամբ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սատանան պիտի հալածե Քրիստոսի եկեղեցին մինչև Քրիստոսի երկրորդ կառուցքը։ Պիտի հալածե։ Սակայն զորությունը մեր մեջ է, որովհետև սատանան բարդված է, որքան հավատարիմը լան Քրիստոսի, այնքան հաղթանակացնի ելա։ Այսօրվան վերջին համարը պիտի սերդենք 14-րդ համարը։ Գնոջ դրվեցան մեծ արձիվիմը երկու թևերը, որբեսի տրճի անաբադի մեջ իր դեղը, ուր պիտի գերակրվեր որոշ ժամանակման, 3.5 տարի, օծին ներկայութենեն հերում։ Շատ կարևոր համարվն է ասկասկրներ։ Տեսեք, երբ որ սատանան երկինքեն վար նետվեցավ, սկսավ հալածել գինը, գնոջ ետևեն գնաց, հետաբնտել զայն, մենք երբ որ 6-րդ համարը գսերդեինք այս գլխում, 13-րդ գլխում, գիշեք այնտեղ ինչ ստացավ, այս նույն նախատասությունը ստացած է, հիմա այստեղ ավելի ընդլայնված խոսվի, միան գարտամ ցեզի 6-րդ համարը, նայեցեք կսվեր այնտեղ։ Գինը անաբատ պախավ, ուր իրեն համար դեղ պատրաստված էր Աստուծո կողմէ, որբեսի հոն գերակրվի 1260 օրեր։ Շատ բան։ Տեսեք սիրելիներ, այստեղ ցույց կդրվի, թե գինը ինչպես գրծավ սատանային ցերքեն ազատին եւ անաբատ բախչին։ Ինչպես իր զորությամբ գինը փախավ։ Ոչ, այլ ինչ կսվի, գարտան։ Գնոջ դրվեցան մեծ արձիվիմը երկու թևերը, որբեսի թրջի անաբադի մեջ իր դեղը։ Արձիվի երկու թևեր։ Գիտեք ինչ կխորհրդանշեն արձիվի երկու թևերը Սուրբ Գիրքի մեջ։ Ինչի պատկերացում են Աստուծո պահպանության եւ Աստուծո խնամքին, հոգատարության։ Շատ հետաքրքրական է։ Երբ որ Աստված հրյա ժողովուրդը Եգիպտոսի ծանր քերութենեն ազատեց, քանի տարի քերի մնացին Եգիպտոսի մեջ հրյաները, 430 տարի։ Եվ երբ որ քերութենեն դուրս բերավ Աստված զանոնք, անաբատ հանեց, գիտեք Աստված ինչ ասավ։ Պիտի գարտամ ցեզի Ելից գրքի 19-րդ գլխու 4-րդ համարը։ Տեսեք Աստված ասավ անոնց. Դուք տեսաք ինչ որ ըրի Եգիպտացիներում եւ ինչպես ցեզ արձիվի թևերու վրա վերցուցի ու քովս բերի։ Նույնը սիրելներ երկրորդ օրինաց գրքի մեջ 5 դագարանի 32-րդ գլխու 10-12 համարը։ 5 դագարանի մեջ բազմաթիվ համարներ կան, որոնք կխոսին այն մասին, որ Աստված պատասպարած է իր ժողովուրդը իր թևերուն տակ։ Բազմաթիվ համարներ կան։ Ամենեն կարևոր համարներն մեկը 91-րդ Սաղմոսն է։ 91-րդ Սաղմոսի առաջին 4 համարները սիրելներ ցեզի ընթերցել։ Դուք ին թարգմանությամբ գիտեք, բայց կարտամ ցեզի Զարեսրբազային թարգմանությամբ։ Ան որ Փարցյալին ամենակարողին պաշտպանության տակ կմտնե, անոր հովանի տակ հանգիստ պիտի գտնե։ Այնպիսին Տիրոջ պիտի ասե. Իմ աբաստանս եւ աբավենս ես, ով Աստված, ես քեզի կվստահեմ։ Աստված է որ քեզ պիտի բրգե որսացողին որոքայքեր։ Ով է որսացողը? Սատանան, ապի։ Եվ խրովիչ չար խոսքեր են։ Հիմա 4-րդ համարը լսեցեք։ Իր թևերով պիտի ծածկե քեզ եւ իր հովանին տակ աբաստան պիտի գտնես։ Իր ճշմարտությունը իբրև զրահ պիտի բադե ու պաշտպանե քեզ։ Գտեսնեք սիրելիներ, որ իր թևերուն տակ է որ դերը պիտի պաշտպանե։ Իսկ Եսայի մարգարեի մեջ գսվի 40-րդ գլխու 31-րդ համարի մեջ։ Տիրոջ ապավինողներու ուժը պիտի նորոգվի եւ անոնք արձիվներու պես թևերով վեր պիտի ելնեն։ Արձիվներու թևերու պես վեր պիտի ելնեն։ Ինչու արձիվներու թևերը սիրելներ, որովհետև արձիվի թևերը
հզոր թևեր են, չէ։ Երկար թևեր կլան արծիվներու թևերը։ Եղբայրներ եւ քույրեր, Հիսուսը լսավ Երուսաղեմի, որ քանի անգամ ուզեցի ցես իմ թևերուս դակ առնել, ինչպես հավը իր ցապուկները գարնել, բայց դուք չուզեցիք։ Ահա այստեղ գտեսնենք, որ գնոջ կդրվին երկու արծիվի թևեր, այսինքն Աստուծո պաշտպանությունը կդրվի այդ գնոջ։ Ոչ միայն Աստուծո պաշտպանությունը, այլ հոգադարությունը։ Եվ ոչ միայն սիրելիներ Աստվածամոր դրվեցավ այդ պաշտպանությունը, որտեղ հիշեցեք Սուրբ Հոգին ինչը սա վրեժտակը, Փարսիալին, ուրեմն Սուրբ Հոգին քու վրատ պիտի ամչի, եւ Փարսիալին զորությունը քու վրատ պիտի ելնա։ Այլ նաև սիրելիներ Աստուծո պաշտպանությունը դրված է Քրիստոսի եկեղեցին, մեզի։ Մենք Աստուծո պաշտպանության տակ ենք։ Ծնողներ, միշտ ձեր զավակներուն լսեք, Աստված ցեզի հետ լա։ Աստուծո աչքը ցեզի Հովանի եւ Բահաբանը լա։ Շատ կարևոր են այս խոսքերը։ Ինչու, որտեղ առանց Աստուծո պաշտպանության սատանան գրնա ծորենի պես մեզ մաղե անցնել։ Շատ գեղեցիկ կերպով Հիպպոլիտոս Հռոմեացի սիրելիներ գսե, որ արծիվի երկու թևերը Հիսուս Քրիստոսի երկու սուրբ ցերկերն են, որոնք տարածվելով խաչին վրա փրկություն շնորհեց մեր բոլորին։ Եղբայրներ եւ քույրեր, մենք Հիսուսի արյունով է որ փրկվեցանք։ Գողոսացներու նամակի առաջին գլխու 13 եւ 14 համարներու մեջ Պողոս Արաքյան գսե, որ Աստված մեզ խավարի իշխանութենեն ազատեց եւ բերավ իր սիրելի որդին իշխանության տակ, եւ որդին մեզ փրկեց իր զոհագործական մահվամբը թողություն տալով մեր մեղքերուն։ Աստված սիրելիներ, նույնպիսի պաշտպանություն եւ հոգատարություն պիտի ցուցաբերե իրեն հավատացողներու նկատմամբ վերջին ժամանակներուն ևս։ Դերը սիրելիներ իր շնորհած թևերով պիտի ազատե զանոնք, ինչպես անցյալին ազատեց Եբրայեցի ժողովուրդը Եգիպտոսի գերութենեն։ Ասիկամ, որպես ավելի սկուզեմ ցեզի ասել, որքանալ սատանան զորանա, որքանալ սիրելիներ մեծ նեղության օրերը մոտենան, լավ իմացեք, որ Քրիստոսի վստահողները, Քրիստոսի ապավինողները Աստուծո պաշտպանության տակ պիտի ելնան։ Եվ մի ասեք ինչպես, Աստուծո կպատկանի ինչպես է, Աստված ամենազոր է, Աստված ամենագարող է, Աստված իրեն ապավինողները պիտի պաշտպանե։ Օրինակ տամ ցեզի, որ թվականին էր անցյալին, որ Երուսաղեմ քաղաքը ավերվեցավ հռոմեացիներու կողմէ եւ դաջարը կանտրվեցավ 70 թվականին, ապրիլ, Հիսուսեն հետ 70 թվականին, որտեղ Հիսուս սկիզբեն ասած էր, որ դաջարը քարի վրա պիտի չմնա։ Այս խոսքը Հիսուս ասած էր ու Մատթեոսի ավետարանի 24 գլխու մեջ։ Եվ Հիսուս այն ժամանակ ասած էր ինչ, գիտեք, եւ որ տեսնեք այդ բոլորը, Երուսաղեմեն դուրս փախեք, մի վերադառնաք դու։ Եվ ցեզի ասեմ, երբ որ 66 թվականին Երուսաղեմը բաշարվեցավ 4 տարի, 66 թվականին 70 թվականին բաշարվեցավ, քրիստոնյաները բաշարում են ամիջապես առաջ, լքեցին Երուսաղեմը եւ փախան, մեկնեցան։ Եվ երբ Երուսաղեմը գործանեցավ, մեկ հատ քրիստոնյա նահատակ չեղավ։ Աստված իր ժողովուրդը պաշտպանեց։ Ահա նույն ձևով պիտի լա սիրելիներ աշխարհի վաղճանի։ Մեծ նեղության օրերը եթե կան եւ եթե մենք ողջ ենք, ահա որ պիտի լա մեծ նեղության օրերը, ասեմ։ Հիսուս Մատթեոսի ավետարանի 24 գլխու մեջ կսե, որ այնպիսի մեծ նեղության օրեր պիտի կան, որ աշխարհի սկիզբեն ի վեր չէ պատահած ու ոչ ալ պիտի պատահի։ Միայն այդ մեծ նեղության օրերը պիտի լան։ Այդքան մեծ նեղության
նեղության օրեր պիտի կան, բայց դերը սիրելներ պիտի պաշտպաներ իրեն ապավինողները։ Եվ այդ ժամանակ դերը մեզի թևերը պիտի տա։ Ինչ թևեր։ Հավատքի եւ հույսի։ Հավատքի, որ հավատանք իրեն, հույսի, որ վստահենք իրեն, վստահենք Տիրոջ, որ ինք պիտի փրկե մեզ։ Շատ բարի։ Վերջին դեղերը ասա։ Տեսեք, ուր տարվեցավ կամ ուր փախավ այս գինը։ Գարտան։ Անապատ։ Ճիշտ է։ Սիրելիներ։ Անապատ։ Անապատը Սուրբ Գիրքի մեջ հագատրությունն է մեծ քաղաքին։ Մեծ քաղաք կոչվի Երուսաղեմը, Եգիպտոսը։ Մեծ քաղաք կոչվի Բաբելոնը, Բորնի քաղաք կոչվի, մեծ Բորնի կոչվի։ Բայց ուրեմն քաղաքը խորհրդանիշ է Սուրբ Գիրքի մեջ մեղքի, իսկ անապատը խորհրդանիշ է ազատագրության եւ Աստծո ներկայության։ Տեսեք, Աստված երբ որ Եբրայեցի ժողովուրդը Եգիպտոսի գերութենեն հանեց, ուր տարավ զանոն։ Անապատ։ Եվ անապատի մեջ քանի տարի մնացին հրեաները։ 40 տարի։ 40 տարի Աստված սիրելիներ անապատի մեջ գիտեք ինչ չրավ։ Գերագրեց Եբրայեցի ժողովուրդը։ Ինչով։ Մանանայով եւ նորամարգիով եւ ժողովուրդ 40 տարի Աստված անոնց գերագրեց, ջուր խմծուց եւ 40 տարի անապատի մեջ քանելով անոնց գոշիկներն ու հակուսները չմաշեցան։ Տեսեք Աստծո զորությունը եւ ամենակարողությունը։ Ադորամար երբ որ նեղության օրերը կան, փանիկ մի ելակ, դակու վրա մի ելակ, որ ինչ մի դնենք, հա Քրիստոս եկավ, հա սուտ մարգարեներ եկան, ինչ մի դնենք, մի մոմը դահոգվի։ Ադորամարը սի Աստված մեզ երկու թևեր կուտա, հավատքի եւ հույսի թևերը, հավատալու իրեն, ճշմարիտ հավատքով եւ հուսալու իրեն, որբեսի կարողանանք անապատ ելնել։ Անապատը սիրելիներ Աստուծո պաշտպանության վայրն է։ Հերու քաղաքեն, հերու մեղքեն, հերու սատանային, տեսեք ինչ կսվի այստեղ համարի մեջ։ Գսվի եւ ուրեմն անապատի մեջ իր դեղը դարվեցավ, որ պիտի գերագրվեր որոշ ժամանակը 3.5 տարի հիմա կուքամասի։ Օծին ներկայութենեն հերու։ Այսինքն սատանային ներկայութենեն հերու։ Հիմա որքան ժամանակ պիտի մնա այնտեղ 3.5 տարի։ Փնակրին մեջ սիրելիներ 3.5 տարի չսվի, այլ գսվի ժամանակն է եւ գես ժամանակ։ Ինչպես որ Դանիելի մարգարեության մեջ այս խոսքերը հիշված են, թե Դանիել 7-րդ գլուխ 25-րդ համար եւ թե Դանիել 13-րդ գլուխ 7-րդ համար։ Ինչ կնշանակի ժամանակներ գես ժամանակ։ Ժամանակ կնշանակի 1 տարի, ժամանակներ կնշանակի 2 տարի, գես ժամանակ կնշանակի գես տարի, ընդհանուր գնե քանի տարի 3.5 տարի, կամ 1260 օր, ամեն մեկ տարին հաշվելով, ամեն մեկ ամիս հաշվելով 30 օր, հետևաբար 42 ամիս գնե 1260 օրը կամ 3.5 տարի։ Եվ ինչ կնշանակի սիրելիներ 3.5 տարի։ 3.5 տարի կնշանակի կարճ ժամանակ։ Սատանային իշխանությունը երկրի վրա պիտի տևե կարճ ժամանակ։ 3.5 տարի որ գսենք կնշանակի կարճ ժամանակ։ Եվ երբ պիտի ելա այս մեկը, արդյոք այն ժամանակ երբ որ Երուսաղեմը պիտի ոտնագող հնա, ինչպես որ մենք տեսանք 11-րդ գլուխը սերտած ժամանակ 2-րդ համարը, կամ արդյոք երբ որ սատանան իր իշխանությունը դարած է, ինչ որ պիտի տեսնենք հաջորդ գլխու մեջ, 10-րդ գլխու 5-րդ համարի մեջ, սիրելիներ, մեկ բան հստակ է, որ սատանան իր իշխանությունը պիտի դարած է վայրակորեն, սաստիկորեն աշխարհի վրա, շատ խիստ կերպով, որտեղ զայրացած է անիկա, եւ գիտեմ որ իր կյանքի օրերը շատ կարճ են, հետեւաբար սիրելիներ, անիկա
պիտի իշխե աշխարհին վրա 3.5 տարի, այսինքն գարջ դեվողության ու այդ ժամանակ ինչ պիտի լա քրիստոնյաներուս վիճակը։ Այդ ժամանակ սիրներ Աստված պիտի իր պաշտպանության տակ առնե։ Եթե պետք է լա անաբատները քաշվին, անաբատները պիտի դանի Աստված մեզի։ Չեմ գիտեր։ Սակայն Աստված վայրի մեջ պիտի պաշտպանե մեզ ինչպես որ անցյալի Եբրայեցի ժողովուրդը պաշտպանեց։ Թե ուր պիտի լա այդ վայրը, չեմ գիտեր, եւ կարևոր չէ որ գիտնանք։ Մեկ բան կարևոր է գիտնանք, որ Աստուծո ապավինողը Աստուծո պաշտպանության տակ պիտի լա։ Եվ Աստված այնտեղ ինչ պիտի նե, ոչ միայն պիտի պաշտպանե, այլ նաև պիտի հոգա, ինչ նելով, գերագրելով, սիրելի քույրեր եղբայրներ, գահավատան որ Աստված գրնա մեզ գերագրել։ Ադորամանը որ գաղոթեն, ճաշակեսուն խաղաղությամբ ըզգերագուրս, որ բարգևյալ է մեզ իդյարն է, որ մեզի բարգևված է դիրոչմե, օրդնյալ է դեր ի բարգևը սյուրամեն։ Սիրելի քույրեր եղբայրներ, երբ հիշեցեք այս անաբադային կյանքը Եբրայեցիներուն 40 տարի Աստված մանանայով լորամարկիով գերագրեց։ Հիշեցեք Եղիա մարգարեն 3.5 տարի Աստված անոր ինչ ղրգեց, ամեն արգուն և իրգուն ակրավ ղրգեց և ակրավ իրեն ինչ վերավ, հաց ու միս, ակրավը թրջուն իրեն հաց ու միս վերավ, չգասկացին Աստուծո վրա, վստահին ճշմարտ ունեն Աստուծո սիրելը, ճշմարտապես վստահին, ճշմարտապես հավատանք Տիրոջ, որտեղ Աստված պիտի պաշտպանե։ Իսկ եթե գտնվին մեզ մի ոմանք այդ ժամանակ, որ նահատակվին, ասեմ, որ այդ նահատակությունը իրենց համար հաղթանակ պիտի լա, բարդություն պիտի չլա, այլ հաղթանակ, որտեղ ինչպես 11-րդ համարի մեջ կսվի, անոնք մեր եղբայրները հաղթեցին սատանային, Հիսուսի արյունով, քարմուկին արյունով եւ իրենց կյանքի վկայությամբ, որտեղ իրենց կյանքը դրին։ Պիտի լան քրիստոնյաներ, որոնք պիտի նահատակվին եւ իրենց այդ նահատակությամբ պիտի հաղթեն սատանային։ Սիրելի քույրեր եղբայրներ, ավարտելով գուզեմ ասել, որ սատանան որքանալ հզորանա երկրի վրա եւ որքանալ օրերը մոտենան, որ իր փառությունը ահավոր գերբով տապե, մի վախնակ, Սուրբ Գիրքի մեջ գսվի Աստվածաշունչի մեջ սիրելիներ 365 անգամ ասված է մի վախնակ, ամեն մեկ օրվան թիմած Սուրբ Գիրքը քեզ գսե մի վախնակ, ինչու մի վախնակ, որովհետև Աստված մեզի հետ է, եւ ինչպես առաքյալը գսե, եթե Աստված մեզի հետ է, ով գրնա մեզի հագարակի, ով Սատանան բարդված է Հիսուսի ոտքերուն տակ եւ քանի որ մենք գտնվենք Հիսուսի սուրբ արյան տակ, Սատանան բարդված է նաեւ մեզ հետ։ Հետևաբար մի վախնակ երբ ցախողություն ունենանք, մի վախնակ երբ հիվանդություն ունենանք, մի վախնակ երբ հալածվիկ, մի վախնակ երբ նախատվիկ, մի վախնակ երբ դգարություն ունենանք, մի վախնակ, որովհետև դուք Հիսուսի զավակ եք, Հիսուր հոգին զորությունը գա ձեր մեջ, դուք Աստուծո որդեգիր զավակներ եք եւ ձեր անունները հավդինական կյանքի քիքի մեջ արցնակված են։ Աստված ձեզ արադապես օրհնե եւ ձեր բոլորի անունները սիրներ կյանքի քիքի մեջ արցնակված են։ Ամեն։ Եկեք խոնարհենք, աղոթ բարձրացնենք, այստեղ հոգևոր քույրեր աղոթներ խնդրած են ինձ մեզ սիրելներ, աղոթենք ամենքս իրարու համար, թող Աստված ինքը ձեր բոլորին առողջություն տա, հաջողություն տա, խաղաղություն տա, ընտանիքներու մեջ սեր միություն տա եւ օգնություն տա։ Քանի որ հարության շրջանի մեջն ենք, եկեք հարության բրճին աղոթ կնենք եւ խնդրենք Իսրայելից։ Անհոր եւ որդո եւ որդույսը ամեն։ Ով հարության եւ հաղթական
Գսիրենք ես սրդի ամբողջ շերտությամբ, գսիրենք ես, որովհետև առաջում մեզ սիրեցիր, գսիրենք ես որովհետև քու դարաբանից մահովդ և ամենասուրբ անունովդ մեր մեղքերում կապություն դադարեցիր խաչի վրա։ Գործենք ու սուրբ անունդ, մեզի փոխություն, բրդություն և սրդի խաղաղություն շնորհելու համար։ Տուն ես մեր Տերն ու մեր Աստվածը, ով Տեր Հիսուս, տուն հավիտյան օրհնյալ ես, ու հիմա քո հաղթությանդ զորությունովը զորացում ես Տեր, քո սուրբ հոգիովդ օգնել ես, որ նյութաբաշխ և անհավատ այս աշխարհի մեջ ապրի, այնքան սրբությամբ, որ մարդիկ հավատան մեր վրայությամբ, թե դու ով աջյալ և հարության Հիսուս, պատրաստ ես ու կրնաս բրգել ամեն մեղավոր, որպեսզի դուք սրտումով ու խոնարհությամբ։ Այս շարժ ժամանակներում մեջ ուզենք սիրո ծառայություններով և ամենօրյա մեր բարի գործերով ու գերդանի վրաները և հորաշապան հավիտյան անհերքելի ապացույցները դառնալ։ Հավիտյան օրհնյալ ու փառավորյալ ես ով Տեր Հիսուս Քրիստոս, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Աղոթենք սիրելիներ, սեր միություն խնդրենք մեր Աստծուն։ Հիշյադեր և ողորմյալ, հանուն Հոր և Որդու և Որդուի Սրբո, ամեն։
վկայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանը Սավիտենից ամեն օրդյալ կերելքի շնորհացը սրտով երկայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցեն ձեզ ընդ ամենեսյանը ամեն անվախորեն ձեր դուները աստիկ սիրելներ եւ Աստուծո սուրբ աչը հովանի է բավանալա ձեր բոլորի